Երևանի Կևյան կամուրջը հիմնանորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Քաղաքային իշխանությունների տեղեկացմամբ սահմանափակումները կգործեն հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը։ Կամուրջի հիմնանորոգումը նպատակ ունի բարելավել կառույցի տեխնիկական վիճակը եւ ապահովել երթևեկության անվտանգությունը։ Արաբեջան քննչական կոմիտեն խուզարկել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Արեգնես Մանուկյանի բնակարանը։ Մանուկյանը խուզարկության մասին հայտնել է սոցիալական ցանցի իր էջում եւ տեսանյութ է հրապարակել։ Իսկ իր դատավարական կարգավիճակի վերաբերյալ պարզաբանել է, որ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Վարույթը անվանել է աբսուրդ ու վստահություն հայտնել, որ եթե գործը հասնի դատարան, քննչական հիմնավորումների անհիմն լինելը բոլորի համար ակնհայտ կդառնա։ Զվարթնոց օդանավակայանում կանխվել է բջջային հեռախոսների եւ խոշոր չափի կանխիկ գումարի ապօրինի տեղափոխման փորձ։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի օդանավակայանի կորած եւ գտնված իրերի բաժնի աշխատակիցը ծառայողական անցակետով փորձել է դուրս բերել թղթե փաթեթ, որտեղ հայտնաբերվել են iPhone մակնշմամբ 30 բջջային հեռախոս եւ 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ գումար։ Ավիացիոն անվտանգության ծառայությունը թույլ չի տվել աշխատակցին լքել տարածքը։ Մաքսային հսկողության արդյունքում փաստ արձանագրվել է, կազմվել են համապատասխան արձանագրություններ, իսկ նյութերը ուղարկվել են ազգային անվտանգության ծառայություն եւ այնուհետև գլխավոր դատախազություն հետագա իրավական ընթացք տալու նպատակով։ Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Գիշերը ժամը 23:40-ի սահմաններում 26-ամյա վարորդը Chevrolet Bolt մակնիշի ավտոմեքենայով Արմավիր Բաղրամյան ավտոճանապարհին ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնի։ Ուժածը շտապ տեղափոխվել է բժշկական կենտրոն, սակայն գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը դեպքի վայրից չի հեռացել եւ աջակցել է շտապօգնության աշխատակիցներին։ Սթափության փորձաքննությունը ցույց է տվել, որ նա եղել է սթափ։ Դեպքի հանգամանքները պարզվում են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։